Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով նախաքննությունը։ Գործն արդեն իսկ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարան։ Հիշեցնենք, Մարգար Օհանյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 2 հոդվածներով պաշտոնյական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Մասնավորապես ըստ մեղադրանքի ճանապարհային ոստիկանության նախկին պետը յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն մեղադրյալների գործողությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 198 միլիոնը։ Ուշագրավ է, որ թեև Մարգար Օհանյանը չի ընդունում իրեն վերագրված մեղադրանքները, սակայն փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը եւ մոտ $500,000 փոխանցել պետբյուջե։ Ապրած մարդ է այս քաղաքում 30 տարիների իրավապահպանարանում աշխատող ոստիկանության գնդապետ արդեն ունի քեռու եղբոր, մորաքույր, բազմաթիվ ընկերներ, այսինքն նա ինչ-որ պատահական մարդ չէր, բոլորն էլ օգնել են, հիմա ժողովուրդը կամ կասեն այո, ես գումար ես, որտեղից ես գումարը, $500,000 դե դրա համար ես նշեցի, որ ոչ թե մի հոգի է օգնել նրան, այլ ունի բազմաթիվ մարդիկ, որոնք պատրաստակամություն հայտնեցին։ Պարոն Վասակյան, բոլորի մոտ տարակուսանք է առաջացնում, որ մարդը, ով իրեն մեղավոր չի ճանաչում, $500,000 է վճարում, փոխանցում պետական բյուջե։ Որևիցե այսպես լուրջ հիմնավորում ներկայացրել եք դուք այդ փոխհատուցումը։ Այո, այդ հիմնավորման հետ կապված ասեմ, ուրեմն ես նախկինում էլի նշել եմ, որ Մարգար Օհանյանը լինելով ոստիկանության գնդապետ եւ այնուհանդերձ եւ ուրեմն քանի որ նախաքննության ընթացքում պարզվեց, որ այդ յուրացումները կատարել է իր ղեկավարած հիմնարկում, ստրուկտուրայում, ուրեմն նա իր պատվի եւ արժանապատվության համար, որպեսզի հետագայում ինքը իր խղճի առաջ իր պատվի եւ արժանապատվության առաջ երբևիցե չարատարված անձնավորություն հանգիստ լինի, նա որոշեց, որպեսզի այդ գումարը վերականգնվի։ Բացի դա, նոր ես նշեցի, նաեւ խափամիջոցի հետ կապված ուրեմն եթե սա ոչ կոռուպցիա է, ոչ չգիտեմ ինչ է, հանցագործություն է, որ այսինքն պետությանը պատճառված վնաս է, մենք այդ վնասը վերականգնեցինք, նաև այն ակնկալիքով, որ նկատմամբ գոնե խափամիջոց կալանավորումը կվերացվի։ Սա կարծում եմ թերևս միայն վկայում այն հանգամանքի մասին, որ իրենք գուցեև չեն վիճարկում, որ պետությանը պատճառվել է այսքան դրամի վնաս, իսկ մնացածը արդեն դատարանում պարզ կլինի։ Այդ գումարը պահպանվելու է ինչ-որ միտեղ։ Այո, գումարը փոխանցվել է դատախազության դեպոզիտ հաշվին, եւ եթե դատարանում հիմնավորվեն առաջադրված մեղադրանքները, գումարը կփոխանցվի բյուջե, իսկ չհիմնավորվելու դեպքում կվերադարձվի մեղադրյալներին։ Այսինքն Մարգար Օհանյանը ասում է, որ ինքը այդ գումարները չի յուրացրել, այդ բենզինը չի յուրացրել։ Այո, նա ասում է, որ ես չեմ մասնակցել այդ յուրացման, եթե եղել է յուրացման փաստ, բենզինի յուրացման, ես այդ տեղյակ չեմ եղել այդ յուրացմանը։ Բացի դա, նաև այստեղ նաև կա մրցակցության սկզբունք, օրենքի առաջ բոլորը հավասար են այդ սկզբունքները, քանի որ կան գործող այլ մեղադրյալներ, այսօր նրանց նկատմամբ ստորագրությունն է, իսկ այսօր Մարգար Օհանյանը անազատության մեջ է։ Այս բոլորը հաշվի առնելով Պատասխանելով մեր հարցին, թե ինչու են բենզինի յուրացման գործով 3 մեղադրյալները գտնվում ազատության մեջ, իսկ Մարգար Օհանյանը օգոստոսից կալանավորված է, գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանն ասաց, թե նկատի ունենալով Մարգար Օհանյանից զբաղեցրած դիրքը, պաշտոնը, վկաների եւ մյուս մեղադրյալների նկատմամբ նրա հնարավոր ազդեցությունը, ելնելով գործի շահերից նախաքննական մարմինը նպատակահարմար է գտել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը հատուկ քննչական ծառայությունը կարճել է, հիմնավորելով, որ մարզպետի արարքում ծեծի հատկանիշներ չկան, մարզպետը մեկ անգամ է ապտակել կնոջը։ Դեպքը հիշեցնենք տեղի էր ունեցել նոյեմբերի 14-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի նախասրահում։ Համբարձումյանը հատուկ քննչական ծառայությանը տված գրավոր հաղորդման մեջ նշել էր, որ Սուրիկ Խաչատրյանը հյուրանոցի մուտքից ներս մտնելով մոտեցել էր իրեն եւ հարվածներ հասցրել։ Քանի որ քրեական օրենսգրքի տեսությունում ծեծել ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը, մինչդեռ Սիլվա Համբարձումյանը մարզպետի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել եւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, ուստի քննչական
քննչական ծառայությունը որոշել է, որ գործը պետք է կարճվի, այսպես է հիմնավորված նախաքննական մարմնի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ի դեպ իր ցուցմունքներում հայտնել է, որ զղջում է կատարվածի համար։ Ասենք թե բաներ էլի ամբողջ հանրապետությունում մեկ է իր ներկայացրած սցենարը ինձ համար դա հաճելի չէ, շատ տհաճ է, որ ամբողջ հանրապետությունում մեկ կես ներկայացրեց այդ ամեն ինչը։ Ամեն դեպս ինձ հետ կապված գոնե դա շատ պատեր։ Մի մարդ միջև այսօր որ հայտարարում էր, որ նման բան չի եղել, եւ ինքը եւ իր լրատվությունը, իսկ հիմա ինքը զղջում է իր արածի համար, ես կարծում եմ դա բոլորիս հաղթանակն է։ Սիլվա Համբարձումյանից տեղեկացանք, որ հատուկ քննչական ծառայության որոշումը բողոքարկելու մտադրություն չունի։ Արամի 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի ապագա բնակիչները իրենց բնակարանների դռների վրա հայտնաբերել են վաճառված է գրությամբ ցուցանակներ, ընդ որում բնակարաններից շատերի դռների վրա այդպիսի մի քանի ցուցանակ կա։ Հետագայում բնակարանների գնորդները պարզել են, որ նույն տները վաճառվել են միաժամանակ մի քանի գնորդների։ Հիմա առնվազն 4 բնակարան է, հա, ձեր տան դեպքում։ 3-4, ասում են, թե հիմա ավելին կա, թե չէ, ոչ մեկ հստակ չգիտի։ Ներսես Մանուկյանը պատմեց, որ շուրջ 7 տարի առաջ պայմանագիր է կնքել շենքի բաժնետերերից կապ բնակչին ՍՊ-ի հետ, վճարել է 29 միլիոն դրամ, անցնող տարիներին ընտանիքով վարձով է ապրել։ Մի քանի ամիս առաջ ընկերության նախագահ Գագիկ Պապոյանի հետ համաձայնեցնելով սկսել է բնակարանում ներքին բարեկարգման աշխատանքները։ Դրանից հետո անցավ մի ամսի չափ, դրան վրա եկա տեսա բանը համարա գրած կպցրած։ Զանգեցի ասում եմ, ինչ խնդիր է, բա այդ մեր տունն է, մենք առել ենք։ Ասում ես էլ եմ առել, մեջը պատեր եմ շարել, բան եմ արել, աշխատանք եմ տարել։ Դրա մյուս օրը Գագիկ Պապոյանը զանգեց։ Ասեց, խնդրում եմ ոչ մի բան մի ձեռնարկեք, ես 8-ից 10 օրվա մեջ կգամ, բոլոր այդ խնդիրները կլուծեմ։ Արդեն անցել է 2 շաբաթ, բայց ոչ զանգ կա, ոչ էլ ինքը կա։ Այսօր ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը բնակարանատերերը պատմում էին, որ իրենց տվյալներով շենքի 172 բնակարանների համար 700-ից ավելի առուծախի պայմանագիր է կնքված, այսինքն գրեթե բոլոր բնակարանները 3-ից 5 գնորդ ունեն։ Նման դեպքեր շատ կա, մարդը գնում է իր տուն, մեկ էլ տեսնում արդեն վերանորոգված, նույնիսկ կահավորած։ Ասում է կներ, ես թյուրի մատությունը տալիս եմ ուրիշ բնակարան, հետո մի քիչ հետո հայտնի այդ բնակարանի տերը եւ այդպես կառուսել։ Այսինքն ձեր դեպքում եղել է նման բան, որ եկել ասել են սա իմ տունն է դուրս արել։ Ոչ, ես գնացի պես իմ տան վրա գրած է, վաճառված է եւ հեռախոսը համար։ Երևանի կենտրոնում գտնվող այս շենքում բնակարանի ձեռքբերման նախնական պայմանագրեր ունեն ոչ միայն գնորդները, այլև Բուզանդի փողոցում գերակաշահ ճանաչված սեփական տների բնակիչները, ովքեր որպես փոխհատուցում պետք է ստանային այս նորակառույցում բնակարաններ։ Մնացել եմ օդում կախված, ես չգիտեմ, վերջի 2 տարին ես իրանցից բարձի գումար չեմ ստացել, հիմա էլ եկել է պահը, որ շենքը հանձնում են։ Որ պետք է բնակարան ստանանք, Աղազարյան Սիմոնն ինձ առաջարկում է եկեք նոր շենք կառուցենք, այդտեղից պայմանագիր կապեք։ Ես իրան ասում եմ 6 տարի ես փողոցն եմ։ Իմ ընտանիքով իմ թոքները։ Ոնց կապեմ, այսօր ինչի վրա հույս դնեմ, որ նորից էլի երկար տարիներ սպասեմ իրեն։ Վերջին շաբաթների ընթացքում շենքի 2 բաժնետերերին գտնելու ապարդյուն փորձերից հետո բնակիչները դիմել են ոստիկանություն։ Այստեղից Ազատություն ռադիոկայանին հայտնեցին, որ ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում եւ քանի դեռ գործը այս փուլում է, այլ մանրամասներ չեն կարող հաղորդել։ Բողոքից հետո 19 օր հետո, միայն իմ անձնական ճշումից հետո հաղորդում են վերցրել այն դեպքում, երբ որ արդեն դրա նախորդ օրը իբր Պապոյանը թռել է հանրապետությունից բացակայել է։ Իրենք են թաքցնում Պապոյանին, որովհետև եթե Պապոյանը տեղում լինի, երևի շատ բան կասի, 200 միլիոն դոլարը հենց այնպես գոլորշամա չէր կարող։ Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի կանխատեսմամբ ամանորի տոներին կգրանցվի սննդամթերքի հիմնական տեսակների մոտ 7%-ի գնաճ, համեմատած ընթացիկ դեկտեմբերի սկզբի հետ։ Այդուհանդերձ Պողոսյանը համարում է, որ անցած ամանորի տոների նման այս տարի աժիոտաժ չի լինի։ Շատ մոտավոր տվյալներով ես պատկերացնում եմ, որ 5-7%-ի սահմաններում գները կաճեն, իսկ դա արդեն կա։ Օրինակ միսը, հավամիսը, հնդկամիսը արդեն թանկացել են եւ շատ էապես։ Իսկ անցած տարվա աժիոտաժը հիմնականում կապված էր ձվի դեֆիցիտի հետ, խնդիր, որ այս տարի չի արձանագրվել։ Երևանցիների շրջանում մեր անցկացրած փոքրիկ հարցումը սակայն ցույց տվեց, որ առնվազն սննդամթերքի մասով արձանագրված գնաճը մեր համաքաղաքացիների համար բավականաչափ զգալի է։ Իհարկե զգում եմ։ Էն էլ ոնց։
կապ։ Հա։ Անցած տարվա համար դա Անցյալ տարվա համար դա շատ նկատելի է մեր բյուջեի համար, մանավանդ որ մեծ ընտանիք ենք ու դա երևում է էլի։ Ու շատ դժգոհ ենք դրանից։ Ու դա նաև ձեր ամանորացեղանի վրա էլ է ազդում։ Իհարկե ազդում է։ Իսկ ո՞նց եք ծերացել ասում։ Դժվարությամբ, այսինքն ընտանիքի մենակ ես չեմ աշխատողը, ծայրը ենք անում, բայց իհարկե զգացվում է ու չի ուզի, որ այդպես թանկ լիներ։ Մենք մի շաբաթվա համեմատել ենք զգում տարբերությունը 1000 դրամի մոտ։ Այսինքն ընդամենը վերջին 1 շաբաթվա կտրվածքով զգացել։ Այո, 1 շաբաթվա կտրվածքով մոտ 1000 դրամով ավելացել են գները։ Սննդամթերքի գները։ Կոնկրետ չարազեղենը։ Մթերքի գները աճը ձեր վրա ազդում եք։ Այո, ես զգում եմ։ Ընտանեկան բյուջեի վրա ազդում է։ Էն էլ ինչ ձև։ Շատ ազդում։ Հնարավորություն էլ չունենք, մենք էլ դոշակառու ենք։ Գները հլել են շալակներս արդեն, այդտեղ չի մնացել։ Գների աճը ձեր գրպանի վրա ազդում է արդեն։ Ամեն ինչի վրա էլ ազդում։ Այսինքն անցած տարվա համար զգում եք տարբերություն։ Իհարկե։ Բա ո՞նց եք ծայրին հասնում։ Ոնց ենք հասնում, ասում եմ մեր ազգի շատ հնարամիտ ազգ է, մի կերպ յոլա են հետում։ Ամանորը այդ ծախսերը ավելի շատ են նստում, քան դրսում ինչ որտեղ անցկացնելը։ Օրինակ 1 տարվա համեմատությամբ մոտ 13-14% սննդամթերքը աճել է։ Իհարկե։ Սա պաշտոնական թիվ է։ Այսինքն դուք տնից փախչելով դրսում ամանորը դիմավորելով այդ խնդիրը լուծում եք։ Համենայն դեպս ավելի ցանկալի է այս գնաճի պայմաններում դրսում։ Համարյա նույնն է, նստում ինչ որ տան է, տանջանքը, այդ ծախսերը գումարված նույն բանն է դառնում։ Նշենք, որ ըստ ազգային վիճակագրական ծառայության այս տարվա առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գները Հայաստանում աճել են 13.5%-ով։ Եթե տարիներ առաջ մենք նպատակ ունեինք բարելավել մանկատների վիճակը, ապա հիմա մեր առջև դրել ենք մանկատները բեռնաթափելու խնդիրը, նշեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ հավելեց, որ պետությունը բյուջեից գումար է հատկացնում այն ընտանիքներին, որտեղ կգծվեն երեխաները։ Եթե նույնիսկ դա քո կենսաբանական ընտանիքը չէ, միևնույնն է, երեխան ավելի լավ կյանքով, ավելի լիարժեք կյանքով ապրում է ընտանիքում, քան մանկատանը։ Այսինքն այս ուղղությունը որպես ռազմավարություն ընտրվել է պետության կողմից եւ շարունակական է լինելու։ Գոյություն ունի օրենսդրական փաթեթ, որով կարգավորվում է խնամատար ընտանիքի հետ կապված բոլոր հարցերը։ Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բաղջյանը նշում է, որ այդ փաթեթը ընդունվել է շատ վաղուց, սակայն մինչև օրս չի ավելացել խնամակալ ընտանիքների թիվը։ 2008-ին, 2009-ին, 10-ին, 11-ին եւ 12-ին նույնպես գրված է 22 ընտանիք։ Այդ ծրագիրը, ինչպես ասես Տիկին Աջեմյանը, 2004-ին ընդունվել։ Եվ ոչ մի կերպ թիվը չի ավելանում, որովհետև իրականում չկա շատ անկատար է օրենսդրական դաշտը, որը նպաստելու է խնամատար ընտանիքների թվի ավելացմանը։ Ներկայումս Լոռու, Շիրակի եւ Կոտայքի մարզերում 20 խնամատար ընտանիքներում ապրում են 22 երեխաներ։ Մեկ երեխայի համար խնամատար ընտանիքը ստանում է 70,000 դրամ երեխայի ծախսերը հոգալու համար, իսկ ծնողներից մեկին տրվում է նվազագույն աշխատավարձի չափով գումար։ Ամենակարևոր բանը փողը պիտի մանկատնից գնա խնամատար ընտանիք։ Այնտեղ լիք մարդիկ շահագրգռված չեն դրանում ուղղակի։ Դրա համար այդ ծրագիրը տեղից չի փոխվում։ Երևանի Մարի Իզմիրյանի մանկատան տնօրեն Հասմիկ Մկրչյանը անարդյունավետ է համարում մանկատների բեռնաթափման ծրագիրը։ Մենք տարեկան մոտ 15-ից 20 երեխա կարողանում ենք հետ վերադարձնել կենսաբանական ընտանիք։ Հիմնականում մեզ մոտից երեխաները կամ վերադարձվել են կենսաբանական ընտանիք, կամ գնացել են որդեգրության ճանապարհով։ Մանկատանը հայտնված 10-ամյա Թագուհին երազում է ընտանիք ունենալ եւ իր համար կարեւոր չէ դա կլինի կենսաբանական ընտանիքը, թե մեկ այլ ընտանիք։ Մամայիս օգնեմ, իջնեմ բակապերից հետ խաղամ։ Տեղեր գնանք։ Օրինակ, ինչ երազանք ունես, որ քո ընտանիքի հետ ուզում ես իրականանալ։ Չես երազում։ Երազում եմ, որ մեր ընտանիքը լավ լինի։ Լավ, ուրախ։ Ձմեռ վատիկը գա։ Հա, մեզ լիքը նվերներ բերի։ Լավ։
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման 3 Պրահայում ասուլիսի ժամանակ պատասխանեց Ազատություն ռադիոկայանի հարցին, թե ինչպես է վերաբերում քրիստոնեությանը եւ քրիստոնեությունն առաջինն ընդունած հայերին։ Քրիստոնեությունը հրաշալի ուսմունք է, հայտարարեց Դալայ Լաման եւ հիշատակեց Մայր Թերեզայի գործունեությունը, իսկապես հրաշալի է։ Հայաստան, ես մտածում եմ ձեզ բավարարող պատասխան տալու համար, պետք է աշխատեմ, փնտրեմ տվյալներ, չգիտեմ։ Լրագրողներից մեկն էլ հարցրեց, Մայաների օրացույցի համաձայն հաջորդ տարի աշխարհի վերջն է լինելու, ինչ եք մտածում։ Դալայ Լաման ասաց, թե կասկածանքով է վերաբերում այդ հարցին, իսկ եթե իսկապես աշխարհը վերջանա, այդ խնդիր չի լինի։ Բայց ես կարծում եմ, որ առնվազն գալիք 1000 տարին աշխարհը գոյություն կունենա։ Որոշ գիտնականներ ասում են, թե մի քանի օր կլինի մագնիսական փոթորիկ եւ հաջորդ տարի ընդամենը մի քանի օր ձեր բջջային հեռախոսները չեն աշխատի։ Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ինչն է երջանիկ դարձնում Դալայ Լամային։ Երբ հանդիպում եմ մարդկանց, գուցե առաջին անգամ, բայց զգում եմ, որ ընկերներ ենք։ Ես երբեք չեմ ասում, ես բուդդիստ եմ, դուք բուդդիստ չեք, ասաց Դալայ Լաման եւ բնութագրեց տիբետցիներին, որոնք ըստ հոգեվոր առաջնորդի միշտ ուրախ են, միշտ կատակներ են անում։ Դալայ Լաման ժպիտով խոսեց չժպտացող պաշտոնյաների կամ առաջնորդների մասին, որոնք իրենց վեր են դասում մյուսներից։ Ավելի լավ է հանդիպել մարդկանց ժպիտով։